մեջ այնքան մեծ խնդիրներ կա, համաձայն եմ դες հետ եկեք էդի լուծենք։ Տիգրան Աբրահամյան։ Շնորհակալություն։ Նախ պարոն Գաբրիելյան, մինչև հարցերին անդրադառնալը կուզեի ասել, որ քիչ առաջ տեղեկացանք, որ գյուղացիները ճանապարհ են փակել, Արմավիր Գյումրի միջպետական ճանապարհը դեղցը մնացել է ծառերի վրա, Խանջան Հացիկ գյուղերի գյուղացիները առավոտյան փակել են ճանապարհը, լավ լիներ այս հարցին դուք կամ ասեք ով է փակել ինչ գյուղացիները փակել են Արմավիր Գյումրի միջպետական ճանապարհը Խանջան Հացիկ գյուղերի լավ կլիներ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այս հարցի վերաբերել նաև արձագանքեր, որովհետև գյուղացիները ստիպված են լինում ապրանքը մթերել ինքնարժեքից ցածր գնով։ Սա զուտ, այսպես ասած, բուն հարցը չէր, հիմա բուն հարցերին։ Տեսեք, Տիկին Բաթոյանը եկեղեցուց է խոսում, բայց ուզում եմ մի կարևոր հանգամանք նշել, հայ առաքելական Սուրբ եկեղեցին Հայաստանի Հանրապետությունից ոչինչ չի ստանում, միևնույն ժամանակ խոշոր հարկ վճարողներից է եւ որքանով որ հիշում եմ պարոն Ֆարմանյանն էր ասում 520 որյոր տեղում էր գտնվում միևնույն ժամանակ եթե համեմատում ենք հարևանների հետ վրաց ուղափառ եկեղեցին ստանում է պետությունից տարեկան 20 միլիոն դոլար եւ այստեղ ուզում եմ համեմատական անցկացնեմ խոսվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու մասին, բայց ոչ մեկ չի ասում, որ այս տարիների ընթացքում ինչքան աշխատանքներ են կատարվել առանց պետական միջամտության։ Միևնույն ժամանակ եկեղեցին դեռևս հարկ է հասցնում վճարել։ Հիմա բուն հարցերը։ Տեսեք, շատ հաճախ անցնում եմ Հրազդան մարզադաշտի մոտով, Զվարթնոց օդանավակայան, Էրեբունի ամրոց։ Ոչ բարվոք վիճակում է, հատկապես Հրազդան մարզադաշտը նախագահողին 20 վայրկյան ուղղակի ավարտելու համար։ Համոզված եմ 15 տարի առաջ լիներ, հիմա պարոն Հարությունյանը, ինչպես Սուրբ Աննայի մոտ քանդվող եկեղեցու մոտ էր միտինգ անում, հիմա խմբակցությունով որոշ անդամներով միտինգ էի կանելու։ Հիմա ինչպես եք այս հարցին վերաբերվում։ Արձագանքին երկրորդ հարցը կտամ։ Շնորհակալ եմ։ Ձեր մատնանշած գույքերի մի մասի վերաբերյալ խնդրեմ պարոն Կարապետյանից հարցրեք, որտեղ ով կարող ինքը տեղյակ լինի, մենք իշխանություն չենք եղել, որ այդ գույքը օտարվել է, դուք չեք եղել, եղել է պարոն Կարապետյանը, Կարեն Կարապետյանը եղել է իշխանության, այդ գույքը օտարվել է, ինձ էլ է հետաքրքիր։ Եկեք քննիչը հանձնաժողով ստեղծենք, այն հարցի շարունակությունն է, քաղաքական նպատակարարությունից ելնելով էր այդ գյոզալ կառույցը տրվել օրինակ հանրապետական խմբակցության падգամավոր։ Եկեք խոսենք։ Ես որևէ խնդիր չունեմ, Ժողովուրդ ջան, քաղաքացիական պայմանագրից որևէ մեկը ոչ Հրազդան մարզադաշտ ունի, ոչ չգիտեմ ինչ որ մի հատ պատմաշ։ Եկեք ստեղծեք, տարածքային է, եթե ընտրվել է, parzենք էլի, տեսնենք այդ ինչ քաղաքական նպատակարարությունից ելնելով այդ կառույցը տրվել է հանրապետական։ Հարգելի գործընկերներ։ Չէ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ վերադառնանք ռեգլամենտին, պարոն Գաբրիելյան, շարունակեք։ Խնդրեմ վերականգնեք, էլի, չէ, պարոն Կարապետյան, ՀՇ-ի ժամանակ չի եղել։ Պատասխանում եմ։ Պարոն Աբրահամյան, լավ, նայեք։ Ինչքանով որ ես տեղյակ եմ, ինչ որ գործընթացներ գնում է, որովհետև դա կարծես թե անցել է բանկի ենթակայության արդեն գրավադրված է, խնդրեմ վերականգնել, էլի, բայց որտեղ տենց։ Շարունակեք, ձեզ չեմ ընդհատի, պարոն Գաբրիելյան, դուք շարունակեք։ Հարգելի գործընկերներ, պարոն Սիմիձյան, պարոն Կարապետյան, խնդրում եմ հետո կշարունակեք, թողեք արձագանքի։ Ինչ վերաբերում է, ինձ թվում է դուք չհասկացաք այդ կտորը, ուզում եմ այդպես լինի, որ չհասկացաք, որտեղ շատ վատ ձևակերպում արեցիք, էլի, ասիկ այն ինչը որ ասիկ Հայաստանության կառավարությունը ոչինչ չի տվել եկեղեցուն, այսինքն դուք ձեր խոսքով առանձնացրեցիք այն վանքերը եկեղեցին, որ կառուցում է հայ առաքելական եկեղեցուց, մի արեք այդպիսի բան, որտեղ դրանք էլ են հայ առաքելական եկեղեցու մաս։ Ես ուզում եմ հավատալ, որ դա զուտ, չգիտեմ, այտենց թեկուս ֆինանսավորման, ախր այդ եկեղեցիները անջատ չեն, չէ՞, այդ եկեղեցիները մեր նույն հավատքի մաս են։ Եթե դուք ասում եք ոչինչ չի տվել, իմ մոտ տպարության, որ դուք ուղի, հենց ուղիղ ասում եք, այն ինչը օրինակ, չգիտեմ, բանինը չի, այդ հայ ԿԿՀ-ի վրա գրվածը չի, էդի հայ առաքելական եկեղեցի չի, քրիստոնեություն չի, հավատք չի, մի արեք տենց բան։ Կան բալանսում դրված այլ գույքեր, կան ինչ վերաբերում է այդ գյուղացիների։ Այստեղ շատ ենք էլի խոսում, բայց ես ուզում եմ մի քիչ անկեղծ խոսենք, ժողովուրդ, մենք ընդհանրապես խորհրդարան ենք, որ ասում ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, ի՞նչ է ուզում անել։ Ուզում եմ մեկ-մեկ այդպես մեզ շատ չվերա, այդպես
գնահատենք, էլի, խորհրդանենք, Ժորժ ջան, եթե օրենքի խնդիր կա գյուղացիների հետ կապված, պետք է օրենք փոխենք։ Բայց դուք էլ եք գալիս այստեղ ելույթ են անում, որ մենք այս կանենք, այն կանենք, իմ մոտ տպարոսան, որ մենք գործադիրին նիստում ենք, չէ՞, մենք ընդհանրապես խորհրդանում ենք։ Կլսենք նախ եւ առաջ այդ մարդկանց, եթե օրենքի խնդիր կա, կփորձենք օրենքով լուծել։ Արձագանք։ Նախ ուզում եմ հստակ նշել, մենք Ուժեղ Հայաստան կուսակցությունը, Դաշինքը եւ Սամվել Կարապետյանը իշխանության չեն եղել եւ եթե այդպես վերցնենք, ձեր խմբակցությունում բազմաթիվ անդամներ կան, որոնք որ տարբեր տարիներին անդամակցել են իշխող կուսակցություններին եւ խոսքը հիմիկվա մասին է, վերջին 8 տարիների մասին, այսպես ասեմ, անպայման չի, որ համապատասխան մարզադաշտի տերը ինչ որ քաղաքական հայտարարություն անի կամ քննադատի կառավարությանը, որ միանգամից հիշեք, որ Հրազդան մարզադաշտը եւս գտնվում է ոչ բարվոք վիճակում եւ հորդորում եմ զբաղվել, որովհետեւ դա բացին այնից, որ մենք Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ մարզադաշտն է եւ բազմաթիվ պատմական հիշողություններ են այդ ստադիոնի հետ կապված, նաեւ մենք այսօրվա դրությամբ այդպես էլ չունեցանք ձեր կողմից 8 տարի առաջ խոստացված մարզադաշտը։ Այսքանը Պարոն Աբրահամյան, ես ամենակիչն եմ ուզում այստեղ խոսել կամ անունը տալ Սամվել Կարապետյանի։ Հետո կասեմ ինչին է։ Բայց գիտեք ով է արել այս արտահայտությունը, որ ասում եք Սամվել Կարապետյանը երբեք ով է արել հետևյալ արտահայտությունը։ 30 տարիների ընթացքում ես ավելի շատ իշխանություն եմ ունեցել Հայաստանում, քան Հայաստանության բոլոր ղեկավարները։ Այդ արել է Սամվել Կարապետյանը։ Այո, Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ես ավելի շատ իշխանություն եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում, քան բոլոր ղեկավարները։ Ժորժ ջան, հիմա դուք ինձ եկել ասում եք, Հարգելի գործընկերներ, տեղից մի ընդհատեք, մի արձագանքի։ Մարդը ուղիղ ասել է, որ ես ավելի շատ իշխանություն եմ ունեցել, քան որևիցե մեկը։ Հիմա եկել եք ասում եք մենք երբ ենք իշխանության եղել, չգիտեմ, նորից եմ խորհուրդ տալիս, գնացեք, լսեք ձեր առաջնորդի հարցազրույցները, խոսքերը։ Տնտեսության մասով ամենալավ գնահատականը Կարենից Կարապետյան խոսեցինք, տվել է ինքը եկավ ասեց շատ վատ վիճակում ենք, տնտեսության մասին մեկ այլ լավ գնահատական տվել է ձեր առաջնորդը, որ 2 տարի առաջ ասում էր Հայաստանի Հանրապետության տնտեսությունը լավ վիճակում է, Ժողովուրդ ջան։ Այս էլ մյուս գործընկերն է։ Չէ, 24-ին թե 25-ին էր։ Իրինա Յոլյան, համեցեք Տիկին Յոլյան։ Պարոն Գաբրիելյան, դուք որակում տվեցիք մեր բնակավայրերի դպրոցներին, ես ուզում եմ արձագանքել, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվող ուսանողների զգալի մասը մեր բնակավայրերից են, ավելին ասեմ, հիմնականում երեխաներ են, ովքեր կրկնուսույցի մոտ չեն հաճախում։ Սա խոսում է բարձր որակի մասին։ Այլ բան է, որ ծառայությունների բարելավման տեսանկյունից այլ գործողությունների պլան է մշակված։ Եվ քանի որ դուք ձեր խոսքում ասեցիք, որ հղում արեք փաստաթղթի, արդյոք ճիշտ եմ հասկանում, որ այս պահի դրությամբ դուք պարզապես այդ փաստաթղթի մասին տեղեկություններ չունեք կամ այդ փաստաթուղթը արդյոք հնարավոր է, որ ամիսներ անց լինի, թե դուք պնդում եք, որ ձեր օրակարգից դուրս է եկել դպրոցները փակելու հարցը սահմանամերձ գյուղերում։ Մեր օրակարգում միշտ եղել է կա եւ կլինի այն շենքշինությունները, որոնց դպրոց դժվար է անվանել փակել եւ դրա փոխարեն լավ դպրոցներ կառուցել։ Օրինակ Կիրանցում, որ նախորդ ընդդիմության հետ վիճում է, ասում էին դպրոց։ Գյուղապետարանի շենքում 2 հատ սենյակ էիք տվել, անունը դրել էինք դպրոց Ժողովուրդ ջան, այո, այդ դպրոցը քանդել են կամ փակել ենք, կառուցել ենք նորակառույց դպրոց։ Դուք խոսեցիք նաեւ ձեր ելույթում մարզերից 3-4 օր Գորիսում եղել եք։ Տեսել եք ինչ էր կատարվում Գորիսում։ 10 տարի առաջվա Գորիսը ու 3-4 օրվա Գորիսը նույնն էր, Տիկին Յոնա։ Հանուն անկեղծության ասեք էլ։ Հանուն անկեղծության էլ։ Ես Գորիսում գնացել եմ, մտել եմ Ժորժ Հարգելի գործընկերներ, իտալական ռեստորանում եմ տեղից Գորիսում պատկերացնում եք։ նաև դուք։ Գորիս իտալական ռեստորան։ Ինձ բոլոր գորիսեցիները մոտենում էին, ասում էին 10 տարի առաջ այս ժամին, եթե Գորիսում այդ թվում տղա մեկը մանգար, ուրեմն ձեր նախկին մարզպետը պետք է իրան մի հատ էլ հարց ու փորձ անեն, դենա ինչ են։ Եկեք գնահատականներ տալու, շատ ես չեմ ասում, տեսեք, իմ եւ ձեր երազած Գորիսն է, բայց որ գնահատականներ եք տալիս, այդ ելակետը դրեք եւ հետո անցեք էլ։ Ես այնպիսի Գորիս եմ տեսել 2 օր առաջ, որ շատ եմ ուզում մեր մյուս բոլոր բնակավայրերը այդպիսին լինեն։ Չգիտեմ, մի հատ էլ եք հարց տվեք, աղա չպատասխանեց։ Արձագանք։
Այդ թվում իրար է ճանաչում ենք, ես եմ եկել Գորիս ձեր մոտ, գնացել ենք, տեսել ենք։ Ես հիմա չեմ ուզում արտաբերեմ այն խոսքերը, այդ ժամանակն եք տանում, չէ՞ դա Տիկին Յոլյանի ժամանակն է։ Չէ, 2:10 էր մնացել, բայց լավ դուք եք ոնց ասել։ Ես շատ շնորհակալ եմ, որ Գորիսի օրինակն եք բերում, որովհետև ես երկար տարիներ աշխատելով Գորիսում, պետք է ասեմ, որ հրաշալի թիմ է այնտեղ աշխատել, հրաշալի թիմ, եւ բոլոր ճգնաժամային իրավիճակներում տարբեր եւ ոչ միայն զարգացման ծրագրերում տարբեր նախաձեռնություններ են իրականացվել, չեմ սիրում դա անձնավորել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ եթե օրինակ 60 ծրագիր է իրականացվել 1 տարվա ընթացքում, դրա բոլոր վիճակագրությունները կան, 4-ը կարող է սուբվենցիա լիներ, պետական մեկ այլ ծրագիր լիներ, հիմնականում դա տարբեր անհատների ջանքերով է։ Ինչ խոսք, ես շատ ուրախ եմ Գորիսի համար, բայց չեմ անձնավորելու, անցնելու եմ առաջ ձեր հարցին ի պատասխան, որ մեր բնակավայրերում, սահմանամերձ բնակավայրերում շատ լավ դպրոցներ կան, օրինակ Վաղատուր, Խոզնավար դպրոցներ կան, ինձ հետաքրքիր է, երբ որ խոսում եք միավորման մասին, արդյոք հանրային քննարկումներ նաև լինելու են այդ բնակավայրերում, որովհետև հաշվի առնվում է, արդյոք, ներողություն 5 վայրկյան, թե աշխարհագրական դիրքը ինչպիսին է, որտեվ առաջինից 4-րդ դասարանի երեխաների համար բավականին դժվար է երկար ճանապարհ անցնել, առողջության հետ կապված հարցեր կարող են առաջանալ, վաց գալու հետ կապված հարցեր կարող են առաջանալ, հանրային քննարկումներ պլանավորում եք, թե ոչ եւ լավ դպրոցներ ունեք, որոնք իսկապես փակման վտանգի տակ են։ Արձագանք։ Տիկին Յոլյան, ես ընդհանրապես ասացի, որ դպրոցները պոակ են եւ պոակները լուծարվելու կարգում են։ Ասացի, եթե դուք արդեն գիտեք այդ որոշումը որն է, ցույց տվեք, որովհետեւ եթե այդ որոշումը արդեն կա, այդ պոակները պետք է գոյություն չունենային։ Ասում եմ ցույց տվեք, որ որոշումն է, կարող է այս 5 օրվա ընթացքում կայացվել է այդ որոշումը, ես տեղյակ չեմ։ Չկա այդպես, չեմ տեսել, ասում եք, չունեմ այդպիսի ինֆորմացիա, ձեր մատնանշած, որ 229 պոակ լուծարվել է կառավարության որոշմամբ։ Առավել ևս ռասի ընդդիմությանը պատասխանելով ասել են, որ նման որոշումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այդ թվում հանրային կարծիքների։ Բայց շատ դեպքերում այո, ցավալի է լինում որոշ որոշումներ կայացնել, բայց պետք է կայացնել։ Նորից եմ ասում, դուք ասում եք շատ լավ դպրոց ու ասում եք 50 հոգի։ Տիկին Յոլյան, 50 հոգանոց դպրոցը շատ լավ դպրոց ու այստեղ 1000 ներողություն 30 վայրկյան։ Ես ինչ խոսացի։ Տիկին Յոլյան, տեղից մի արձագանք։ Նայեք, երբ որ մենք մի բանից խոսում ենք, ես շատ եմ այս մասին ասել 30 վայրկյան։ Խոսքը չի գնում լավի ու վատի։ Այո, ձեր նշած 50 հոգանոց դպրոցում կարող է սովորում 5 երեխա, որին որ բերես կմրցի աշխարհի լավագույն 5 երեխաների հետ։ Այնտեղի ծույլիկները 5 հոգի հանես, կգնան աշխարհի այն չսովորողները հետ կմրցեն։ Այլ խոսքը այդ մեջտեղի 40-ի մասին է։ Ինչ կրթություն ենք մենք տալիս այդ մարդկանց։ Տիկին Յոլյան, չի կարելի արձագանքել տեղից։ Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը, պարոն Գաբրիելյան, մտքերի փոխանակության համար հիմա գրանցվենք, ինչ կլինի։